Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն դեկտեմբերի 1-ն է, ձմեռը արդեն պաշտոնապես մտավ ուժի մեջ, դա նշանակում է, որ ցանկացած պահի կարող է եղանակը շատ լուրջ ձևով վատ դառնալ, բայց մենք եղանակից չէ որ խոսում ենք, ուղղակի միշտ սիրում եմ ուշադրություն դարձնել նաև տարվա եղանակներին, դրա համար կարևոր է շեշտել, որ այսօր արդեն դեկտեմբերի 1-ն է եւ մենք այսօրվա մեր հաղորդումը շատ հետաքրքիր հաղորդում ենք անելու եւ մենք այսօրվա դեկտեմբերի 1-ի հաղորդման մեջ խոսելու ենք կրկին անդրադառնալու ենք Հռոմի Պապի այցի մասին հայկական Սուրբ Աստվածածին աթորանիստ Մայր Տաճար Ստամբուլում, Օսում, որտեղ որ նա մատուցել է նաև պատարագ, կանդրադառնանք նաև Արշակ arczepiskopos-ի այսօրվա հայտարարություններին, այստեղ կա հետաքրքիր թեմա խոսելու, որը որ մենք ունենք, ասելիք կա, կխոսենք նաև ավելի ճիշտ կանդրադառնանք Հաջիևի հայտարարությանը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ Եվրամիության ներգրավվածության մասով, ինչպես նաև Եվրամիություն գլոբալ դարպասներ ծրագրի շուրջ, նաև Թուրքիայի հավակնությունների մասին կխոսենք, որ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ ու կանդրադառնանք նաև միջազգային հարցերի, միջազգային հարցերը վերաբերում են Վենեսուելային, ռուս-ուկրաինական պատերազմին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությանը բանակցային գործընթացին, Եվրամիության դիրքորոշմանը, կան նաև հարցեր, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքին։ Սկսենք Հռոմի Պապի այցից Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին աթորանիստ Մայր Տաճար, որտեղ որ նա պատարագ է մատուցել, ինչը բնականաբար շատ կարևոր իրադարձություն է հայ առաքելական եկեղեցու համար։ Երեկ էլ եմ անդրադարձել այս հարցին, ուղղակի իրոք շատ կարևոր պատմական իրադարձություն է եւ վերջին տարիներին լավ սերտ ջերմ հարաբերություններ են ձևավորվել կաթոլիկ եկեղեցու եւ հայ առաքելական եկեղեցու միջև։ Սակայն ավելի կարևոր հարց ունենք մենք եկեղեցու վերաբերյալ, ըստ ինձ ճիշտ է շատ կարևոր է նաեւ Հռոմի Պապի այցը, բայց այնպիսի գործընթացներ են տեղի ունենում մեր եկեղեցում, որ դա միանշանակ ստվերում է նաև Հռոմի Պապի այցը։ Եվ խոսքը այս պահին Արշակ arczepiskopos Խաչատրյանի հայտարարության մասին է, ով որ այս պահի դրությամբ դեռևս Մայրաթորի դիվանապետն է, հաստատի իրենք որոշեցին կաթողիկոսի հետ, այսինքն դա ավելի կոռեկտ լինենք, միշտ պետք է կոռեկտ լինել, Կտրիշ Ներսիսյանի հետ որոշեցին կոտրել լռության պատը եւ հայտարարություններով հանդես գալ եւ նա ասում է, որ իմ կյանքում չունեմ արած մի բան, որի համար կամաչեմ, դե իհարկե սրբերը չունեն այնպիսի արարքներ, որոնց համար պետք է ամաչեն եւ նրանց շարքում է նաեւ Արշակ arczepiskopos Խաչատրյանը եւ նա ասում է, թե այնինչ վերագրվում է ինձ, այդ տեսագրությունը կեղծ է, տեսանյութները կեղծ են, իբր կեղծ են։ Չնայած փորձաքննությունը հստակ այլ բան է ապացուցում եւ բոլորն հասկանում են, որ դա ճիշտ է։ Այսօր այնքան են զարգացել տեխնոլոգիաները, որ ոմանք չեն կարող տարբերել, գիտեք, արհեստական բանականության սարքածը իրականությունից, բայց ասեմ, որ օրինակի համար ես շատ հեշտ եմ տարբերում եւ կան շատ մարդիկ, բազմաթիվ մարդիկ, ովքեր որ առաջին հայացքից միանգամից կարող են տարբերել իրականությունը դա թե կեղծ։ Եվ ասեմ ավելի մասնագետները շատ ավելի հեշտ են անելու դա։ Մենք եթե մեկ հայացքով կարող ենք դա հասկանալ, մասնագետները փաստերով են ապացուցում, թե կեղծ է տեսանյութը թե չէ։ Այնպես որ ես կարծում եմ, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանի բախտը չի բերել, սակայն նա այդ հայտարարությունը արել է այն նպատակով, որ եթե հարկ լինի, եթե կարիք լինի, ինքը կարող է ժամանակավորապես հրաժարվել իր պաշտոնից։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է այն, որ Մայրաթորից հասկացնել են տալիս, թե եթե Արշակ Սրբազանով հարցը կլուծվի, հա, մենք նաև պատրաստ ենք կմտածենք, եթե իրավիճակը ավելի բարդանա Կտրիշ Ներսիսյանի համար, հնարավոր է Արշակ Սրբազանին, ինչպես են ասում Հայաստանում, թուրը տան, չէ՞, այդպես է խոսքը։ Այսինքն Արշակ Սրբազանին հանգստյան կուղարկեն եւ ամեն ինչ կկարգավորվի, բայց
Եթե արդեն իրենք ուղարկում են Արշակ Սրբազանին, arczepiskopos-ին կամ հանգստի, այս սկանդալներից հետո դա նշանակում է, որ Գարեգին II-ի Կտրիչ Ներսիսյանի վիճակը շատ վատն է, շատ բարդ է ամեն ինչ իր մոտ, եւ այդ հրաժարականից ոչ թե կրքերը կհանդարտվեն, այլ ավելի ակտիվ կսկսեն բոլորը պահանջել արդեն Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը։ Նա նաև ասում է այն, որ կոռեկտ չէ, երբ որ նման անձնական բնույթի հարցեր են տալիս, ու ասում է լրագրողներին, թե եթե իրեն կրկին հարց տան այդ տեսանյութերի վերաբերյալ, անձնական կյանքի վերաբերյալ, ապա ինքը կարող է նույն սեռական բնույթի հարցեր տալ, թե արդյոք կանոջը դավաճանում է կամ ամուսնուն դավաճանում է այս կամ այն լրագրողը, կամ ինչ սեռական օրիենտացիա ունի։ Աբսուրդ է։ Թող տա։ Ես կարծում եմ, որ դրանց լրագրողները չունեն վախենալու, թող տան այդ հարցերը։ Եվ շատ էլ լավ կլինի, եթե տան նման հարցեր։ Ինչու՞ չէ, բայց իրենք պետք է մեկ պայմանով պատասխանեն իրենց ուղղված հարցին, ասում են, որ կոռեկտ չէ, կաթողիկոսին հարցանել երեխա ունի թե չէ, շատ կեղտոտ հարցեր են, իբր այդ հարցերը դրա համար նույնիսկ պատասխանել իրենք չեն ցանկանում։ Այսինքն այդպես են փորձում տակից դուրս գալ, այդպես են փորձում պարզաբանել, բայց ես կարծում եմ, որ լրագրողները չպետք է խուսափեն եւ վախենան, թող այդպիսի հարցեր ուղեն իրենց, ինչու՞ չէ։ Նրանք էլ իրավունք ունեն նման հարցեր տալու, բայց կարծում եմ ըստ նույն կանոնակարգի եկեղեցու այդպիսի հարցեր ոչ թե տալու իրավունք նրանք ունեն, այլ երբ որ մարդը գնում է խոստովանության, կա խոստովանություն փակ, ծածուկ խոստովանություն, երբ որ մտքով ինքը Տեր Ողորմյայի ժամանակ Աստծուն է խոստովանում, ծնկի գալով պատարագի ժամանակ, կա նաև անհատական խոստովանություն, երբ որ գնում ես եկեղեցի եւ անհատական խոստովանություն ես անում, եթե իհարկե ունես այդպիսի մեղքեր։ Եվ այդտեղ ես կարծում եմ, որ եթե մեկը ցանկանում է, կարող է գնալ հոգևորականների մոտ անձնական ինչ-որ խոստովանության։ Դա է կարգը, ոչ թե լրագրողին նման հարցեր ուղղել, բայց թող ուղղեն, անձամբ ինձ թող ուղղեն, ես շատ ուրախ կլինեմ պատասխանելու իրենց հարցերին։ Բայց կրկնեմ, ամբողջ իմաստը այն է այսօրվա այդ հայտարարությունների, որ Կտրիչ Ներսիսյանը սկսել ավելի ու ավելի լավ ու պարզ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում, հիմա փորձում են արդարանալ, թե ինչի չէին արձագանքում Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե այդ Արշակ arczepiskopos-ը չէր արձագանքում, թե Կտրիչ Ներսիսյանը չէր արձագանքում, հիմա ասում են, որ շատ կեղտոտ հարցեր էին դրանց, ինչա կարելի է ընդհանրապես արձագանքել, բայց նույն պահի ասում են, որ իհարկե մենք պատրաստ ենք, այսինքն Արշակ arczepiskopos-ը պատրաստ է գնալ հրաժարականի, եթե սրբազան հայրերը 10-ից ավելի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը համաձայնվեն եւ հանգիստ թողնեն Կտրիչ Ներսիսյանին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ նման բան տեղի չի ունենա, ուղղակի իրենք սկսել են կախվել փրփուրներից, եւ սա եւս հուշում է մեզ մեկ հստակ բան, որ իրենց վիճակը իրոք բարդ է, շատ բարդ։ Անցնենք մնացած հարցերի քննարկմանը, սիրելի հայրենակիցներ։ Այսօր պարզ դասավ, որ դեկտեմբերի 1-ին վերջնական փակվեց Մինսկի խումբը, հիշում եք այդպիսի հայտարարություն կար, որ մինչև դեկտեմբերի 1-ը Մինսկի խումբը կփակվի եւ այսօր արդեն պաշտոնապես փակված է համարվում Մինսկի խումբը։ Հիքմետ Հաջիևն է շատ հետաքրքիր հայտարարություն արել, սա եւս հատուկ վերլուծության կարիք ունի։ Նա ասում է, որ Բաքուն կցանկանար տեսնել Եվրամիության ներգրավումը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագրի շուրջ, եթե իրենց տարածքի ծրագիրն են անվանում Զանգեզուրի միջանցք, ես ասել եմ, իրենց տարածքում ինչ ուզում են թող անվանեն։ Միայն ես չեմ ասել։ Դա նաև ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինձ չվերագրեմ այդ ասածները, բայց ես էլ եմ ասել նման գաղափար։ Այդ թվում նաև ասում է Հիքմետ Հաջիևը Եվրամիության գլոբալ դարպասներ ծրագրի նախաձեռնությունների շրջանակում, այսինքն ասում է Զանգեզուրի միջանցքի ծրագրին ներգրավել կարող է Եվրամիությունը, այդ թվում Եվրամիության գլոբալ դարպասներ ծրագրի շրջանակներում կարող է այդ ներգրավվածությունը տեղի ունենալ։ Հետո նա ասում է, որ Զանգեզուրի միջանցքով տարեկան տեղափոխվելու է 15 միլիոն տոն բեռ, եւ Ադրբեջանի
հատվածը միջանցքի կառուցվելու է մինչև 2026 թվականին։ Եթե այստեղ ասում է միջանցքի ադրբեջանական հատվածը կառուցվելու է մինչև 2026 թվականը, դա նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել Հայաստանի տարածքով անցնող թրիփը կրկին անվանել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք անվանումով։ Պետք է արձագանքի, կարծում եմ, անպայման, բայց այստեղ կարևորը որն է։ Եվրամիության գլոբալ դարպասներ ծրագիրը, գիտեք թե ինչ ծրագիր է։ Հիմնականում անկեղծ լինենք, դա Ռուսաստանից ինչ-որ միտեղ պաշտպանվելու ծրագիր է, Ռուսաստանին հակազդելու ծրագիր է եւ Եվրամիությունը տեսնում է նաեւ հարավային Կովկասը այդ շրջանակում դրա համար մշակել է Եվրամիության գլոբալ դարպասներ ծրագիրը, որը որ առնչվում է նաեւ հարավային Կովկասին։ Եվ հիմա Ադրբեջանի նախագահի օգնականը բնական է, որ առանց Ալիևին նման հայտարարություն չէր կարող անել, Ալիևի հուշումով, խորհրդով անում է այդպիսի հայտարարություն, որ կարող եք ներգրավել Զանգեզուրի միջանցքի, այսպես կոչված ծրագրին Եվրամիության գլոբալ դարպասներ ծրագրի այդ շրջանակներում։ Այսինքն, որ այս միջանցքը, որ միջանցք են ասում, կազմի գլոբալ դարպասներ ծրագրի նաև մի մաս։ Այստեղ շատ պարզ է ամեն ինչ։ Փող տվեք, ներգրավեք, նաև օգնեք ամրացնել մեր այս ծրագրի անվտանգությունը, ու դրանով հստակ պարզ է դառնում, որ ահա այս պահի դրությամբ, պատահական ոչ մի խոսք չեմ ասում, այս պահի դրությամբ Ադրբեջանը կրկին սկսեց տեսնել Ռուսաստանի մեջ վտանգ եւ ուզում է Ռուսաստանին մաքսիմալ ձևով հեռու պահել թրիփից։ Մաքսիմալ ձևով հեռու պահել թրիփից, ասում է, որ արիք ձեր գլոբալ դարպասներ ծրագիրը համատեղեք եւ իրականացրեք։ Սա է փաստացի ասում Հիքմետ Հաջիևը, վերջերս նաև կրկին լարվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, կրկին ձերբակալություններ Բաքվում, այնպես որ բավականին լարված են այս պահին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները կրկին լարվեցին եւ այդ լարվածությունը կարծես գագաթնակետին հասավ մի 10 օր առաջ, երբ որ Ռուսաստանը կրկին հարված հասցրեց դեսպանատան, Ադրբեջանի դեսպանատանը Կիևում։ Թուրքիայի արտգործնախարարն էլ շատ հետաքրքիր հայտարարություն է արել, այդ հայտարարությունը եւս վերաբերվում է Եվրամիությանը, ու նա այդ հայտարարությունը արել է Գերմանիայում, ինչը շատ կարևոր է, ասում է, որ Թուրքիան շատ կցանկանար դառնալ Եվրամիության անդամ, Թուրքիան պատրաստ է դառնալ Եվրամիության անդամ եւ այդ ամենը պետք է տեղի ունենա շատ արագ կարգով, ու նա ակնկալում է, որ Եվրամիությունը քաղաքական կամք կդրսևորի եւ Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ, այսինքն Թուրքիային կընդունեն Եվրամիության շարքերում։ Ու նաև վերջում նա ավելացնում է, այսինքն հարցազրույց է տվել նա Գերմանիայում եւ վերջում նաև նա ավելացնում է այն, որ բոլոր քննադատությունները Թուրքիայի հասցեին սուբյեկտիվ բնույթ ունեն եւ ոչ թե օբյեկտիվ։ Դերևս մենք պետք է փաստենք, որ Թուրքիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ, կան մարդիկ, որ մեկնաբանությունների մեջ հակադարձում են եւ իրենց կարծիքը չի համընկնում իմ կարծիքի հետ, բայց կարծում եմ, որ մեզ համար կարևոր է, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ։ Ես այդպես եմ համարում, սիրելի հայրենակիցներ, ավելի կանխատեսելի կլինի։ Այ Եվրամիության համար հարմար է թե չէ, դժվար է ասել, հիմնականում չէ։ Իրենք մեծ խնդիր կունենան դեմոգրաֆիայի առումով եւ ոչ միայն դրա համար հիմնականում չեն ցանկանում, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, բայց մեզ համար հնարավոր է շատ էլ ձեռնտու լինի ահա այս փուլում։ Հաջորդ միջազգային կարևոր իրադարձությունները այն են, որ հիմա արդեն հստակ տեղեկություն է տարածվում, երեք էլ կար ճիշտ է այդ տեղեկությունը, բայց այսօր ավելի մանրամասն, եւ այդ մասին CNN-ն է հաղորդում, որ Մադուրոյի եւ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, Թրամփը չի մանրամասնում, թե ինչ հեռախոսազրույց է եղել, բայց ըստ CNN-ի քննարկման հարցը եղել է Մադուրոյի հեռացումը Վենեսուելայի նախագահի պաշտոնից։ Կան նաեւ ուրիշ տեղեկություններ, որ Մադուրոն խոստացել է 1 տարի+կես անց նոր հեռանալ իր պաշտոնից։ Չգիտեմ Թրամփը ինչ է ասել, բայց որ հիմա դրանից հետո հայտարարեց, որ օդային տարածքը Վենեսուելայի փակ է, երևի թե Թրամփը չի համաձայնվել ու համարում է, որ 1.5 տարին բավականին
երկար ժամանակ է։ Ուկրաինայի մասով։ Ինչպես գիտեք, երեք Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի են ունենում բանակցություններ ուկրաինական պատվիրակության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև։ Ամերիկյան պատվիրակությունը լավ է, որ ղեկավարում էր Մարկո Ռուբիոն, պետքարտուղարը, եթե ղեկավարը Վիտկոֆը ավելի վատ, այսինքն Վիտկոֆին շատ են առաջ գցում, բայց Վիտկոֆի դիրքորոշումը շատ ավելի վատն է, քան Մարկո Ռուբիոյին համեմատաբար, գիտեք։ Եվ ինչ է ասում Մարկո Ռուբիոն իր հայտարարության մեջ բանակցությունների ավարտից հետո, նա ասում է, որ հիմնական քննարկելու հարցը այն է, թե ինչ անվտանգային երաշխիքներ կունենա Ուկրաինան եւ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ամենաբարձր ձևով անվտանգության երաշխիքներ ունենա եւ կարողանա նորմալ ձևով զարգանալ, ասում է, որ բավականին դժվար հարց է, բազմաթիվ կոմպոնենտներ կան այդտեղ, իրենք ծանոթ են նաեւ ռուսական դիրքորոշման հետ եւ հիմա արդեն Ուիտկոֆը հանդիպման համար մեկնում է արդեն Մոսկվա շատ արագ ձևով եւ արդեն վաղը կեսօրին կհանդիպի Ուիտկոֆը Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին է հայտնում նաեւ Դիմիտրի Պեսկովը։ Իսկ Եվրամիությունից այլ հայտարարություններ են հնչում, որ Ռուսաստանը նույնպես պետք է կրճատի իր բանակը, Կայա Կալասը ասում է, Եվրամիության արտաքին հարաբերությունների ղեկավարը, որ ամեն երկիր ինքնուրույն պետք է որոշի, թե ինչ չափով բանակ ունենա, բայց եթե Ուկրաինայի վրա նման ճնշում է գործադրվում, ապա եթե Ուկրաինան համաձայնվելու է, ապա Ռուսաստանը նույնպես պետք է համաձայնի եւ կրճատի իր զինված ուժերը։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը կնա այդ քայլին եւ ելի մի շարք քայլերի։ Ես պատկերացնում եմ, որ այս բանակցությունները եւս կարող է տապալված համարվեն շատ շուտով։ Ճիշտ է, ահռելի մեծ ճնշում է եղել ուկրաինական կողմի վրա, Ուկրաինան իր հնարավորության սահմաններում նույնիսկ անհնարին մեծ զիջումների է գնացել, բայց ոչ այնպիսի զիջումների, որոնք որ ձեռնտու կլինեն Ռուսաստանին։ Դրա համար ես կարծում եմ, որ այս բանակցություններից հետո եւ այդ 28 կետերի լուրջ փոփոխությունից հետո, նրանք այդ կետերը նվազեցվին մինչև 21-ը, ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ կհրաժարվի։ Բայց Թրամփը ասում է, որ Ուկրաինայի դիրքերը շատ են թուլացել եւ դա տեղի է ունենում նաեւ կոռուպցիոն սկանդալի պատճառով, սակայն նույն ժամանակ նաեւ խոսում է լավ հնարավորության մասին։ Իմ անձնական տպավորությունը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամաց-կամաց ձեռքերը լավանալու է եւ այլևս չի օգնելու Ուկրաինային։ Ուկրաինայի շահերի հստակ վաճառք է տեղի ունենում, ցավոք սրտի, եւ դա անում է կոնկրետ Դոնալդ Թրամփը։ Բայց ես չէի ցանկանա Դոնալդ Թրամփին շատ քննադատել, քանի որ մեզ համար, կոնկրետ հայերիս համար, ոչ Ուկրաինայի մասով իհարկե, կոնկրետ մեր մասով, Հայաստան, Ադրբեջան, այդ մասով միանշանակ ավելի ձեռնտու է, որ նա հիմա նախագահ Դոնալդ Թրամփը եւ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը շատ ավելի ձեռնտու է մեզ համար։ Այ ինչ տեղի ունենում Ուկրաինայի մասով, դա միանշանակ ձեռնտու չէ նաեւ Հայաստանին եւ ընդհանրապես Հարավային Կովկասին, հետխորհրդային երկրներին եւ եվրոպական երկրների համար այդ ամենը ձեռնտու չէ։ Ահա այսքան բարդ է, սիրելի հայրենակիցներ, ամեն ինչ։ Այս բայդարությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։